Ներկել, ոչ թե շրջագծել, եկող ընտրությունների ոսկե կանոններից է։ Բացի նրանից, որ այս տարի ընտրությունների 90%-ից ավելին քվեարկելու էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, փոխվել է նաև քվեաթերթիկում նշելու կարգը։ Քվեաթերթիկի հետ կապված փոփոխություններից մեկն այն է, որ որպեսզի ընտրողի քվեն անվավեր չհամարվի, ընտրողը պետք է գունավորի ցանկալի թեկնածուի կողքին առկա շրջանը, ոչ թե շրջագծի այն։ Նշենք նաև, որ երբ ընտրողը նույնական այցում անցնի, դրանից հետո գրանցողը ևս ընտրողին ցույց կտա ընտրություն կատարելու ճիշտ կարգը։ Դրա համար գրանցողը կօգտագործի քվեաթերթիկի վրա գտնվող փորձնական դաշտը, սա իհարկե չի նշանակում, որ գրանցողը ընտրում է ընտրողի փոխարեն։ Գնալով քվեախցիկ ընտրողը ճիշտ նույն կերպ պետք է կատարի իր ընտրությունը, ներկելով նախընտրելի քաղաքական սուբյեկտի կողքի շրջանը։ Հարկ է նշել նաև, որ ձայների հաշվման էլեկտրոնային սարքը հաշվում է միայն մեկ նշում, իսկ եթե դրան գերազանցեն մեկից ավելին, ապա քվեն անվավեր կհամարվի։ Նույնիսկ եթե ընտրողը փորձի ջնջել այլ կուսակցությունների, ինչպես նաև օղակներում այս կամ այն շրջանից դուրս թանակ հայտնվելու դեպքում քվեաթերթիկը անվավեր է համարվում։ Ընտրություն կատարելուց առաջ կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարևոր է ու ազդելու է երկրի ապագայի վրա։